Մոտ 3 ամիս է Մեծամորում շինարարական աղմուկը չի լռում քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կառուցվում է անկախ կյանքի կենտրոնը հաշմանդամություն ունեցողների համար։ Կառույցի 4 մասնաշենքերից մեկում կտեղակայվի երեխաների զարգացման կենտրոնը, երկուսում շահառուներն անկախ կյանքի հմտություններ ձեռք կբերեն, իսկ վարչական կազմը կաշխատի 4-րդ մասնաշենքում։ Կառույցը հագեցված է լինելու նախագծային հատուկ լուծումներով, ունենալու է 2 խաղահրապարակ, փակ եւ բաց մարզասրահ, կառույց ունենալու է նաեւ իրեն համար նախատեսված արևային ֆոտովոլտային կայան, որը կապահովի նաեւ իր էներգամատակարարումը եւ ձմեռային սեզոնին ջեռուսման համակարգերը, ըստ էության շահագործման ծախսերը կրճատվեն եւ ինքը նախագծված է այնպես, որ հաշվի առնված միջազգային լավագույն փորձը եւ բոլոր նախագծային լուծումները տրված են, որպեսզի առավելագույնը հարմարավետ լինեն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ փորձել ենք այնպես անել, որ շենքը հարմարավետ լինի նաև կառուցվածքային առումով։ Կենտրոնը նախագծվել է լավագույն միջազգային փորձի հաշվառմամբ, որը ժամանակի լուրջ քննություն է անցել եւ ապացուցել արդյունավետությունը։ Եվս 1.5 տարի եւ շահառուներն այստեղ կսերտեն ինքնուրույն ապրելու այբուբենը, կհմտանան կենցաղավարության մեջ եւ ազատ, վստահ ու համարձակ գործելու դասեր կառնեն։ Կենտրոնում կմատուցվեն նաեւ արտատնային ծառայություններ, սկսած վերականգնողական թերապիայից մինչև հմտությունների զարգացում։ Անկախ կյանքի կենտրոնի առաջին հասցեն Արմավիրի մարզն է, այսպիսի կլինեն նաև այլ մարզերում։ Մոտապես 14000 շահառուների համար է նախատեսված, առաջին հերթին Արմավիրի մարզի բնակիչ համարվող շահառուներն են, բայց կենտրոնը հնարավորություն ունի նաև հարակից մարզերի համար, հարակից մարզերի բնակիչների համար ծառայություններ մատուցել։ Մենք ունենում ենք հագեցած այդ թիրախային խմբի կարիքները բավարարող պայմաններ ունեցող շենք եւ հարակից տարածք։ Այստեղ նաև նախատեսվում է ծառայություններ, զուգահեռ երկու տեսակ գործունեություն, նաև ծառայություններ է ենթադրում, ինչը իհարկե եւս կարեւոր է համայնքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մեծահասակից մինչև տարեց եւ զին հաշմանդամ կօգտվեն լոգոպեդի, հոգեբանի, կինեզիստի ծառայություններից։ Շահառուներն այստեղ չեն բնակվի, սա ցերեկային ծառայությունների կենտրոն է։ Ցերեկային ծառայությունները հնարավորություն կտան, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ապրեն մի կողմից ապրեն ընտանիքում, մյուս կողմից այդ ընտանիքների համար էականորեն հեշտ է լինելու հմտությունների զարգացման հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց։ Վերջում էլ, երբ որ մենք կհամարենք, որ արդեն ծառայությունները հմտությունների տրված են, ունենանք պիլոտային թեստային տներ, որտեղ որ իրենք անկախ կապրեն եւ մենք կհետևենք նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներ հասկանալու համար, օրինակ գազօջախից ինչպես է օգտվում։ Հաստատությունը կմիավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին։ Չի բացառվում, որ աշխատանքներում ներգրավեն հենց այդ կազմակերպությունների փորձառուները։ Կենտրոնը մեզ ավելի մեծ հնարավորություններ կընձեռնի միասին համագործակցելու եւ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունները ավելի խորը մասնագիտական, ավելի լայնածավալ ծառայություններ մատուցելու։ Կառավարումը եւս կիրականացնեն հաշմանդամություն ունեցողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։ Ընտրությունը կկատարվի մրցույթով։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։